Դե ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանը երբեք չի ճանաչի Պաղեստին պետություն։ Այո, որովհետև Ադրբեջանը խորացրել է իր համագործակցությունը Իսրայելի հետ եւ այստեղ կարծում եմ, որ այդ ռազմավարական ոլորտում ուղղակի մասնագիտորեն նաև ռազմական ոլորտում խորացյալ այդ համագործակցությունը Բաքուն չեմ կարծում, որ ինքնուրույն անում է, դա համադրվում է Անկարայի հետ եւ այստեղ դեկլարատիվ առումով դերերի պաշտում է Անկարայի եւ Բաքվի միջև, գիտեք, որ ուրեմն այդ արաբական, իսլամական բերությունների վեհաժողովին Կատարի վրա կատարված հարձակումի առիթով շատ բացահայտ տարբերություն կար Էրդողանի եւ Բայրամովի ելույթների միջև, ընդ որում նկատենք նաեւ, որ ի տարբերություն Անկարային Ադրբեջանը այդ ժողովին ներկայացել է արտգործ նախարարի մակարդակով, ինչը քաղաքական նշանակություն ունի եւ Բայրամովի ելույթի մեջ հիմնական բաժինը այն էր, որ ավելի բարտասիրական խնդիրներին վրա շեշտադրում կար եւ բոլոր կողմերին գոչ էր արվում ուրեմն նպաստել հրադադարի եւ խաղաղության հաստատմանը, մինչդեռ Էրդողանը շատ հասցեական, շատ կոշտ մեղադրանքներ էր հնչեցնում Իսրայելի հասցեին։ Կարծում եմ սա համատրված էր եւ համոզված եմ, որ Բաքուն Իսրայելի հետ իր համագործակցությունը խորացնելու քայլերը համաձայնեցնում է Անկարայի հետ։ Շան, մի բան ենթադրենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային ճանաչումների այսպիսի շարք կլիներ Արցախի նկատմամբ, թե դա բացառում եք։ Գիտեք, դարբեր առիթներ եղել էին, որ Արցախի միջազգային ճանաչումի թիվանակիտական քայլեր սկսվեին, բայց դա շատ ավելի բարդ խնդիր էր, որտեղ հարավային Կովկասի ուղղությամբ չգար այն ներգրավվածությունը, այն հետաքրքրությունը, որը այսօր կա։ Այսօր տարածաշրջանում հիմնական իրավիճակ է փոխվել։ Ընդհանրապես, եթե զուգահեռներ ենք կզում Միջին Արևելյան եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում, որտեղ Միացյալ Նահանգները աշխուժ քաղաքականություն է կիրառում եւ այդ առումով ուրեմն մինչեւ պատերազմը նման ներգրավվածություն, նման շահագրգռվածություն կամ ակտիվ քաղաքականություն չկար։ Չմոռանանք, որ իրավիճակ փոխելու, քաղաքական քարտեզ փոխելու եւ այդ բոլորի իբրև հետևանք չճանաչված պետությունների ճանաչման գործընթաց սկսելու հիմնական այս բոլոր գործընթացների ղեկը, եթե հատկապես երկու տարածաշրջաններն ենք նկատի ունենում, դա Միացյալ Նահանգներն է, դա Վաշինգտոնն է եւ Միջին Արևելյան տարածաշրջանում հենց Լիբանանում, այստեղ դա շեշտագիորեն զգալի է եւ տեսանելի։ Այսքանը։ Շնորհակալություն Շահուն, որ միացար մեզ։ Շնորհակալություն։ Բերուտ ներկապի մեջ մենք լսում ենք ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդարյանին եւ ավարտում այսօր։ Մինչ վաղը, նույն ժամին։